Շնորհակալություն։ Փաստ է, որ վերջին տարիներին ընդդիմության ներկայացրած նախագծերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է ընտրական օրենսգրքին ընտրություններին։ Սա նշանակում է, որ այդ խնդիրը կա, այդ խնդրից խուսափել ուղղակի չի կարելի, այդ խնդիրը պետք է լուծել, որովհետև այն առկա է, այն գոյություն ունի մեր երկրում եւ այն խնդիրները, որ բարձրացվում է այստեղ, դրանք ռեալություններ են, որից չեք կարող խուսափել։ Դրանցից մի քանիսը, որ անընդհատ մեր օրակարգում է։ Ցուցակների մաքրելը։ Հարգելի խորհրդարան, ես մի անգամ զեկուցել եմ, կրկնում եմ թիվը։ Հայաստանից դուրս այս պահին 45 երկրում աշխարհի 750,000 Հայաստանի քաղաքացիներ դիմել են տվյալ երկրների իշխանություններին քաղաքացիություն ստանալու, էմիգրանտի վիճակ ստանալու, աշխատելու թույլատրություն ստանալու եւ այլն։ Այս ցուցակի մեջ, այդ 750,000-ի մեջ չեն մտնում ապօրինի այդ երկրներում գտնվողները։ Փաստ է, որ այս մարդկանց մեծ մասը գտնվում է Հայաստանի ընտրական ցուցակներում։ Եվ եթե ընդդիմությունը, եւ եթե մենք տարիներ շարունակ, 10 տարուց ավելի արդեն, դիմում ենք իշխանություններին, որ այս մարդկանց չզրկելով իրենց ընտրական իրավունքից, ընտրելու իրավունքից, ցուցակները եկեք մաքրենք, սա մեր քաղաքական դաշտի պահանջն է։ Չգնալ ընդառաջ սրան նշանակում է հաստատել այն հիմնավորումները, որ դուք պատրաստ եք կեղծելու այս մարդկանց հաշվին։ Եվ եթե կրկնում եմ, որ որևէ մեկի ընտրական իրավունքը եւ ընտրելու իրավունքը սրանով չի խաթարվում, ապա ի՞նչն է խանգարում քաղաքական մեծամասնությանը գնալ ցուցակները մաքրելուն։ 1. Երկրորդը, մեծամասնականի մասին ենք խոսում։ Լիովին համաձայն են բոլոր այն падգամավորների հետ, որոնք մեկ տարբերակը չեն գերագնահատում մյուսի նկատմամբ, մերժելով մյուսը, ասելով սա փրկությունն է, սա ռեցեպտն է, չկա այդպիսի բան։ Իմ արգումենտը հետևյալն է. մեծամասնականով ընտրված падգամավորների մեջ ակտիվությունը, օգտավետությունը, օրենսդրական աշխատանքը, ելույթները, ընտրողների այդ աշխատանքը ավելի քիչ է, ավելի պակաս արդյունավետ, քան ցուցակով ընտրվածներինը։ Համեմատության մեջ է, եթե Էդմոնը խոսում է, որ ներողություն ազգանով չասեցի, Մարուկյանը, եթե խոսում է, որ մեծամասնականով կան լավ դեպուտատները, ով է մերժում։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մեծամասնականի մեջ բարի համար կներեք, խոտանը ավելի շատ է, քան համամասնականի մեջ։ Սա համեմատական վերլուծություն է, սա վիճակագրական վերլուծություն է, որը ամենևին չի նշանակում, թե այս մեկը քխ է, այս մեկը լավն է։ Ոչ, ամենևին։ Հայաստանի իրավիճակում, անցումային շրջանում փորձը ցույց է տալիս, որ համամասնականով եկած падգամավորները ավելի արդյունավետ են, քան մեծամասնականով։ Սա իրողություն է։ Սրանից պետք չի խուսափել, սրանից պետք չի խրտնել։ Ես ասեմ, ուրիշի օրինակի վրա չգնամ, իմ օրինակն եմ ասում։ 4 անգամ վերջի ազգային ժողովի ընտրություններին քվեարկվել եմ մեծամասնականով 4 անգամ։ Եվ հարգելի պարոն Մարուկյան, 4 անգամն էլ գիտեք ինչպես եմ կրվել, 5 անգամ։ Ասենք իմ մրցակից ինձ հաղթել է 15,000 ձայն ավելով։ Եվ այդ падգամավորների 4-ն էլ, որ ինձ հաղթել են 4 տարբեր ընտրություններում, ոչ մի անգամ պարլամենտում ելույթ չեն ունեցել։ Ոչ մի անգամ օրենսդրական նախաձեռնություն չեն բերել, ոչ մի անգամ ձեր ասած ընտրողներին չեն հանդիպել։ Այդ մեծամասնականն եք ուզում։ Ես ներող կլնեք անհամեստությանս համար։ Ես ինչ չեմ համարում այսպես, թույլ падգամավոր, չճանաչված падգամավոր կամ վատ համբավ ունեցող падգամավոր, ամենևին։ Ես բաց ճակատով ամեն ընտրություններին 3000 տուն մտել եմ, ամեն ընտրություններին։ Բայց այս ընտրական համակարգի արդյունքում ինձ հաղթել են 4 լավ տղաներ, որոնց անուններ դուք չեք էլ հիշի, այդ մարդիկ ոչ պարլամենտ են գալիս, ոչ ելույթ են ունենում, ոչ մի նախագիծ երբևէ չեն արել, երբևէ այդ մարդիկ падգամավոր չեն աշխատել, դուք ես մեծամասնականն եք ուզում, ես էլ ասում եմ դա համակարգ չի, եկեք փոփոխություն անենք, եկեք թարմացնենք, եւ ամենևին չնսեմացնելով մեծամասնականի համակարգի գոյությունը, ամենևին, այդ ձևի խնդիր մենք չենք դնում։ Մենք ասում ենք, այս վիճակում, այս սիտուացիայում, այս սպეციფიկ պայմաններում հարկավոր է փոփոխություններ անել։ Ցուցակի հետ կապված ասեցի, սպეციფიկ վիճակ է։ Մյուսը, ցուցակները հրապարակելը քանի տարի կարելի է ասել, որ եթե մարդը եկել է քվեարկության, 10 կամերայով, 10 դիտորդներով, 10 վստահված անձերով կարող ես նկարահանել եւ իմանալ ով է եկել քվեարկության։
10 տարի այս համակարգը աշխատել է, չէ՞ մենք հաջորդ օրը տպում էինք մասնակիցների ցուցակը։ Ինչ օրենք ենք խախտում, ինչ գաղտնիության սկզբունք ենք խախտում, որ դրոշ եք դարձելու անդադ օգտագործում եք։ Այն դեպքում ես ասում եմ, ցանկացած մարդ միշտ կարող է 24 ժամ նկարահանել ընտրական այդ ամբողջ ընթացքում, նկարահանել ամբողջ գործընթացը եւ յուրաքանչյուրը կարող է իմանալ իր հարևանը մասնակցել է թե ոչ։ Ինքը մասնակցել է թե իր ձայնը կեղծվել է։ Ինչն է խանգարում, որ գործող արդեն գործած, փորձված, արդարացված մեխանիզմը հաջորդ օր տպել մասնակիցների ցուցակը դուք չեք գնում ընդառաջ։ Սա դիտարկվում է արդեն, որ դուք այս կարծրացածից այնքան չեք ուզում փոխվել, որ պայքարը հարգելի հանրապետականներ, դուք եք մղում, որ այստեղից գնում է հրապարակ։ Մենք առաջարկում ենք եկեք այդ քննարկումները այստեղ անել։ Դուք այնքան ընդառաջ եկեք, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը կա, դուք նախաձեռնեք, դուք համաձայնեք։ Եվ այս դեպքում ձեր այլընտրանքին ընդառաջ գալը, ձեր բանավեճերին մասնակցելու ընդառաջ գալը ձեզ ռեյտինգ է բերելու։ Եվ այդ հրապարակային խոսակցությունը դուք կարող եք այս միջոցներով տեղափոխել այստեղ։ Եվ վերջինը, եթե դուք գնում եք փոփոխությունների ինչի անհրաժեշտություն արդեն կա, դուք իսկապես հաջորդ ընտրություններին եկող քաղաքական իրավիճակների դեպքում դեր եք ստանձնում եւ այդ դեպքում ոչ թե արտահերտ ընտրությունները լինում են ստիպողաբար, ոչ թե հրապարակի ճնշման արդյունքում, այլ սենյակներում, դահլիճներում քննարկումների արդյունքում։ Ձեր շահից ելնելով եմ ասում, խորհրդարանական կամ պրեզիդենտական այն ընտրությունները, որոնք ստիպված են դրսից, որոնք ճնշումների արդյունքում են լինում, հաջորդ ընտրություններում այն ուժը, որը եղել է իշխողը, երբեք ձայն չի հավաքելու։ Կրկնում եմ սա, հանրապետականը ձայն չի հավաքելու այն դեպքում, եթե ճնշումը լինելու է հրապարակի կողմից։ Իսկ եթե հանրապետականը գնա ընդառաջ փոփոխությունների ընդառաջ, ապա առաջիկա ընտրություններում պարզ է, որպես մրցակից ինքը կարող է լինել։ Սա Հայաստանի օրենքը չի։ Սա օրենք է, որ աշխատում է քաղաքագիտական օրենքներին համաձայն բոլոր երկրներում։ Դուք սա քննարկեք։ Սա քննարկեք, որ կա փոփոխությունների անհրաժեշտություն եւ ընդառաջ եկեք։ Թե չէ ընդդիմության որևէ նախագիծ դուք տորպեդահարում եք, նույն նախագիծը դուք եք բերում։ Ինչ նախանգարում լինել ուժեղ, ընդառաջ գալ եւ քննարկել։ Այս իմ ասած 3 փաստարկի դեմ չկա փաստարկ։ Կամ եթե անգամ ունեք փաստարկ, որ ձեր տեսակետը ճիշտ է, եկեք ընդառաջ ասեք ես մեծահոգի եմ։ Քաղաքական ընդդիմության խոսքը բերում եմ հրապարակից սենյակ, պարլամենտ։ Սա կլինի քաղաքական լայնախոհության արդյունք։ Այդ լայնախոհությունը դուք արեք։ Եթե ուզում եք ճնշումները, կրկնում եմ, լարումները ուրիշ տեղից տեղափոխել այստեղ։ Ձեր կուսակցությունից ներող կլինեք։ Շատ քիչ բան եմ մնացել, ինչ որ Աշոտ Նավաստարյանի ժամանակ էր։ Դուք կարծրացել եք, դուք պնդացել եք, դուք մոնոլիտ եք դարձել, ոչ մի բան չեք ուզում փոխել։ Ձեր մոտեցումը սխալ է։ Դուք անգամ չեք ուզում քննարկել, կարելի է գնալ այդ ձևի բանի թե չէ։ Սա ոչ թե մենակ մեզ է վնասում, այլ երկրի գործընթացի զարգացման են, երկրում հանդուրժողականության դաշտ ստեղծելուն, այս մասին մտածեք։ Սա ձեզ համար կարևոր մարտահրավեր է։ Գնացեք դուք մարտահրավերն լուծել ճանապարհով, հանկարծ բարեխոսություն չհամարեք։ Ես սա համարում եմ իմ երկրի շահը, ոչ թե իմ շահը կամ ձեր շահը։ Մի քիչ որ խնդիրը մեծ բանով նայեք, ընդհանուր մեծ կլիպներով նայեք, կտեսնեք, որ ասածից մեջ տրամաբանություն կա եւ արժե որ գնալ այդպես։ Մի օրինակ էլ ասեմ ու ավարտեմ։ Դուք պարծենում եք սխալմամբ, պարծենում եք, որ 15 համայնքում աշնանը եղել է ընտրություններ եւ 15-ում հաղթել է հանրապետականը։ Այս սիրելիներս, դա աբսուրդ է։ Դա չի կարող այդպես լինել, որ 16 տարի իշխանության ղեկին լինող քաղաքական ուժը 15 համայնքում ընտրություն է անցկացնում եւ 15-ում հաղթում է։ Դա ոչ թե պարծենալիք է, դա նշանակում է, որ ընտրական համակարգ Հայաստանում չկա։ Ինչու մենք չենք մասնակցում ընտրական համակարգին։ Որովհետեւ գիտենք, որ գյուղում հնարավոր չի գյուղապետի, դպրոցի դիրեկտի, տվյալ տեսուչի շրջանցման միջոցով ընտրություն կազմակերպել։ Չկա այսօր Հայաստանում ընտրական համակարգ, չկա ընտրական մեխանիզմ, որովհետև դուք ամենը ինչ ռեժիմով ընդհանրապես այլընտրանք ու ընտրություն չեք թողնում։ Այս մեխանիզմից հրաժարվեք իշա ձեր քաղաքական ապագայի։ Լուծումներ պիտի գտնեք, գնացեք մտածեք։